Եթե այսօր հարցնելու լայցեզի թե որոնք կգարձեն, որ զորավոր աստեցիկ մարդիկ են, եւ վստահ եմ, որ պատասխանը պիտի գա, որ գարավարական մարդիկը լան անոնք նախագահ, թագավոր, կամ թե վարչապետ մեծ զորություն ունին, մեծ աստեցություն ունին իրենց շուրջը, կամ թե թադավորներ, կամ թե քերակույն թադարանի թադավոր, Supreme Court Justice-ը, որ անոնք ամենամեծ թադավորներն են, ծնողներ իշխանություն ունին, զորություն ունին, ինչպես մարզիչներ, ուսուցիչներ, պրոֆեսորներ, բիզնես մարդիկ, արևդրական մարդիկ, որ տրամ ունին եւ մեծ հաստատություններ կգարավարեն կամ անոնց դնորեններն են, այս անձիկը իրենց չափերով, իրենց դեղերու մեջ այո զորություն ունին, աստեցություն ունին, բայց եթե Սուրբիրքին երթայինք այսօր եւ հարցնենք թե որոնք են ամենազորավոր անձիկը այս աշխարհի վրա, Սուրբիրքը մեզի դարբեր պատասխան պիտի տա եւ Սուրբիրքը մեզի գսե թե զորավոր անձիկը անոնք են որ գաղութեն այս աշխարհի վրա շատ բաներ որ փոխված են եւ մնայուն փոփոխություն գրած են աղոթքի պատճառով եղած են այո այս առաջնորդները իրենց աստեցությունով գործեն շատ բաներ փոխել քաղաքական մարդիկ օրենքներ կանցնեն որ վիճակները փոխեն տրամարգուներ ինվեստորները իրենց նյութական զորությունը գործածեն որբեսի փոփոխություններ հարաճ բերեն այո այս բոլորը շիդագ են բայց ասկե զորավոր այն անձիկ որ գաղութեն հարադեվորեն հետևողականորեն եւ չերմերանտ աղոթներով շատ ավելի մեծ գործեր կատարած են այս աշխարհի վրա քան թե այս միս բոլոր մարդիկը ուզեմ մի քանի խոսքեր բերել հոգեվոր անձերը որ ասած են աղոթքի մասին եւ դիտեսնեք որքան այս աղոթքը կարևոր է եւ զորավոր է մեկը ասած է գրնաս շատ քիրքեր գարտալ աղոթքի մասին լսել ուրիշներու որ գաղոթեն մինչև որ ցուն չաղոթես երբեք պիտի չհասկնաս աղոթքի կարևորությունը եւ զորությունը թե ինչ է աղոթքը եւ աղոթքը գսե լողալու կամ հեծիկ քշելու պես է գսորվիս անելով ուրիշ մեկը ասած է աղոթքը քրիստոնյային ամենամեծ քաղտնի զենքն է որ գրնա կործածել որևէ մեկտեղ որևէ մի ժամանակ եւ ամեն անգամ որ ուղե աղոթքը դերմը գտնա եւ գհասնի այդ տեղին ուրիշ մեկը ասած է եթե Հիսուս պետք ունեցավ աղոթելու ինչու պետք է խորիլ թե ես առանց աղոթքի փամը գրնամ անել ուրիշ մեկը ասած է աղոթքը կգազմե երկկողմանի հաղորդակցություն Աստուծո հետ որբեսի գարենանք հասկանալ իր գամքը մեր կյանքերուն համար եւ հետո քայլ առնել անոր վրա որբեսի աստեցություն ունենանք Աստուծո թակավորության մեջ ուրիշ մեկը գրած է գսե աղոթքը անհրաժեշտ է որովհետև անգաբն է մեր երկնավոր հոր հետ որուն միջոցով ես կրնամ փորձառություն ունենալ սերտ հարաբերությունը մշակել իրեն հետ ուրիշ մեկն ասած է աղոթքը ազադարար չվանն է առանց որուն մեր կյանքերը ամբողջական անհույս կդառնան ուրիշ մեկն ասած է աղոթքը գարդոն է որ մենք Աստուծո մոտենանք եւ իր կամքին մեջ քալենք մեր կյանքերով եւ ուրիշ մեկն ասած է շատ բարձ աղոթքը կաշխատի prayer works փորձ է եւ դեսնես որ աղոթքը միշտ կաշխատի
Ինչ համար աղոթքի նյութ այսօր գբերենք, շատ խոսենք աղոթքի մասին, եւ երբեմն շատ լսած ենք, ասենք ուրիշ նյութ չի գա, բայց կարևոր է այս աղոթքի նյութը եւ մեր արակներու շարքին այսօր այս նյութին հասած ենք, որովհետեւ աղոթքը շատ բան է, եւ մեր կյանքերը գախյալ են աղոթքեն, մեր թրթրությունը, խորունգությունը, փափակը հոգևոր կյանքի գախյալ է աղոթքեն, մեր ամուսնությունը գախյալ է աղոթքեն, մեր ընտանիքները, մեր թբրոցի անոնքոր թբրոց կերտան, թբրոցական կյանքը, իրենց կորձունեությունները, մեր անձնական կորձերը, բիզնեսները, մեր ֆինանսականը, մեր ընտանիքները, մեր մտային առողջությունը, մեր աբական, ամեն բան գախյալ է աղոթքեն, եթե չդակ պիտի լան այս բոլորը։ Բզդիկ տղամը, որ շոկեգարկ գուզեր իր մորմեն, իր դարետարցին համար, ամեն իրիգուն պարսրացային գաղոթերսելով, սիրելի աստված, հաջիս ինձի շոկեգարկ պեր։ Եվ ամեն իրիգուն այսպես գշարնագեր, մայրը ալ նեղվեցավ, պարսր բորալով, այսպես գաղոթեր, որ շոկեգարկը աստված իրեն դա։ Օրմը մայրը ալ դեղմ ասավ, ասոր բիդի խոսիմ, կնացքով ասավ, դղաս, ինչու գբորաս, աղոտած ադենըտ, որ աստված կեզի շոկեգարկ դա, գիտես, որ աստված խուլ չէ, դղան ասավ, այո, գիտեմ աստված խուլ չէ, բայց մեծ հայրիկը խուլ է, որ կովի սենյագն է։ Եվ ուզետ աստղուն նպատակ այն էր, որ ծևով այս տրենը մեջտեղ կար, ինչպես որը լար, գուզեր այս տրենը ունենալ, իր խնդրանքը գուզեր լսվել ծևով և ճիշտ այսօրվա մեր արագը այդպես բատկերմը մեզ գներգացն է, ուգաս 18:8-ին մեջ, ուր գտեսնենք այրի գնգամը աղոթքը, աղաչանքը, որ չար թադավոր գուզեր, և այս թադավոր իրեն մդիկ շերներ, և իր հարադևությունովը, անոր հոգնեցնելով վերջավորության այս թադավորը որոշեց արդարությունն էլ այս կնգան համար։ Այս կարևոր թասը արագի մեջ են, որ պիտի առնենք այն է, որ Քրիստոսի հետևորդներ պետք է հարադևեն, շարունակեն, դոգան, թիմանան այս աղոթքի կյանքի մեջ։ Անգլերեն persevere բառը գսե, եւ հայերեն դոգալ բառը այն է, որ պիտի ամեն ուժը տաս, չանք տաս, որբեսի թիմանաս, ասել է թե թյուրին պամը չէ, ինքն իրեն չի բադահիր, ուժ պետք է տաս, աշխատանք, չանք պետք է տապես, եւ այսօր 3 հարցումներ կան, որ այս արագեն մեջտեղ կան, որ ծեր արջևը գուզեմ տնել եւ բադասխանել։ Առաջին, ինչու համար պետք է հարադևենք աղոթքի մեջ։ Բադասխանը այս է, որովհետև բադվերմն է։ Երբ որ Աստծո խոսքը մեզի բադվերմ գուտա, ասել է թե կարևոր է մեր կյանքերուն համար, մեր հոգևոր կյանքերուն համար։ Եվ Աստծո խոսքը հստակորեն մեզի գսե թե պետք է մենք աղոթենք։ Եվ առաջին համարի մեջ այս արագին Հիսուս կսե ամենադեն աղոթ կնել առանց ցանցանալու։ Հարցում։ Ձեր աղոթքի նյութերը որքան կհարադևեն։ Որքան կդևե, մինչև որ այլևս ցանցանակ, այդ նյութը մեկ կողմ տնեք։ Գսե Հիսուս առանց ցանցանալու։ Աղոթեցեք առանց ցանցանալու։ Եվ ամեն բառը գործած է, ամեն ադեն աղոթ գրեք։ Այս բառերը, որ լրացուցիչ են, ինձի քիչը զորավոր գաստեն։ Ամեն ադենին մեջ, ամեն ադենեն դուրս փամը չի մնար։ Եվ այս ամեն բառը, որոս հունարեն բառը գործածվի, կնշանակե անթաթար,
Հավիդյանս հարադև բարը որոսկա անտատար ամենադեն Հավիդյանս բարն է մինչև վերջ շարունակական աղոթք է եւ այս է որ Հիսուս մեզի գտելատրե ավելի շիտակը գբադվիր է որբեսի մենք ընենք աղոթենք Պողոս Արաքյալը առաջին Թեսաղոնիկեցի 5:17-ի մեջ կսե անտատար աղոթեցեք նորեն գգրտնվի այս խոսքը սերտե ասիկա կարևոր բան է սուպիրքի մեջ երբ որ բանը գգրտնվի ասել է թե կարևոր է ադիգա Թավիթը իր աղոթքի մեջ կսե Սամոս 86:3-ի մեջ կսե ողորմե ինձի ով դեր վասնզի քեզի կգանչեմ ամեն օր Թավիթ հասկացած էր որ ինքը դերոջ պետք ունի ամեն օր անորամար ամեն օր գաղոթեր Պետրոս Արաքյալը գբադվիր է գսե խոհեմ եղեք ու արթուն գեցեք աղոթելու համար ինչ խիստ բադվիրան մնասիգա խոհեմ եղեք be earnest գսե անգլերենով եւ discipline parը մենք շատ չենք սիրել որովհետեւ discipline անելը դժվար բան է եւ աղոթքի ցանկը discipline գուզե վարժեցնել մենք մեզի որ աղոթ կնենք աշխատանք կուզեն օրեն խոհեմ եղեք ու արթուն գեցեք աղոթելու համար կբադվիր է Պետրոս Արաքյալ անգե վերջը Գողոսացիսի մեջ գգարտանք որ գսե Եբապրասի մասին գսե ամեն ադեն աղոթքի մեջ գբայքարի ցեզի համար ավելի զորավոր բառը գբայքարի He fights Քանիներս մեր աղոթքի ադենը բայկարած ենք Եբապրաս այնքան գսիրեր այս իր եղբայրները որ գսե ամեն ադեն աղոթքի մեջ գբայքարեր անոնց համար Ինչու հարադև աղոթել որովհետև փոխընտրությունը the alternative լավ բան չէ օգտակար բան չէ վնասակար բան է ինչ պիտի լա եթե Այդպես չնենք, փոխընտրությունը անենք, չաղոթենք, չդոգանք, չհարադևենք, պիտի հուսահատենք, պիտի վհատենք, պիտի թույլնանք, պիտի վազանցնենք եւ ադիգա գծուցնե յետև երթալ, մեր հավատքի մեջ յետ քայլ անել։ Ուրեմն ընտրությունը մերն է, կամ կրնանք աղոթել, կամ կրնանք վազանցնել։ Եվ երկուքին հետևանքներն շատ հստակ են մեզի համար։ Ինչ կբադայի արդյոք, երբ որ գհարադևենք աղոթքի մեջ։ Ցեզի լավ բաներ ասեմ, որբեսի քաչալերվենք ավելի աղոթքի մեջ հարադևելու։ Առաջին, երբ որ գհարադևենք աղոթքի մեջ, Աստուծո զորությունը գհրավիրենք մեր կյանքերեն ներս։ Այս պատմությունը շատ հստակ է։ Այս այդի գինը, որ գար այս արագի մեջ, դգար գին մներ, անօգնական, պամը չուներ, որ այդ անարդար թադավորին վրա ուժ բանեցն է, որ իրեն արդարությունն է, նույնիսկ ամուսին չուներ, որ ամուսինը զինքը բաշպան է, իրեն օգնե, արանցին էր, դգար անցմը, որ ոչ մեկ պան գրնարնել, այս անարդար թադավորին միտքը փոխելու։ Սիրելիներ աղոթքը զորություն կբերե մեր կյանքերեն ներս։ Աստուծո զորությունը, որ դիեզերքը ստեղծեց, մեր կյանքերեն ներս կհրավիրե, մեր վիճակներուն, մեր բարականերուն մեջ կբերե, որբեսի մեր բարակաները փոխվին։ Անհույս վիճակներու մեջ Աստուծո զորությունը որ կա հույս հարաճ կուկա։ Ինչպես որ այս կինը մեկը պետք ուներ, զորավոր մեկը, որ այս անարդար անցին թեմթն է, թադավորին թեմթն է, մենք ալ սիրելիներ այս աշխարհի թշնամին թեմ չենք կրնար մեր ուժերովը թիմատրել, անոր համար պետք ունենք Աստուծո զորությունը մեր կյանքերեն ներս Եվ հարադև աղոթքը այդ բանն է որ գնե, Աստուծո զորությունը մեր կյանքերեն ներս կհրավիրե։ Եփեսացիս 6:10-ը Պողոս Արաքյալը գսկսի սելով զորացեք Տերոջմով ու անոր զորության կարողությունով։
զորացեք դերոճմով ու անոր զորության կարողությունով։ Եվ ադոր շարունակությունը գսե ծեր վրա հակեք Աստուծո սպառազինությունը, the armor of God։ Բոլորս շատ լավ գիտենք Աստուծո սպառազինության մասին, սերտողություններ ռածենք անոր մասին։ Անգանել են առաջ գսե զորացեք։ Եվ վերջը զորացեք, ինչպես պիտի զորանաք Աստուծո սպառազինությունը վրանով տնելով եւ ադոր գազմ վերջնականություն դվողը 18-րդ համարի մեջ գսե աղոթքով ու խնդրվածքով ամեն ադեն աղոթ գրեք հոգիով ու այս բանին վրա հսկեցեք գարդարյալ ավասիկ այդ բարը հարադևությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Գտեսնեք հիմա Աստուծո զորություն ուր են գուքա։ Գսե աղոթքով ու խնդրվածքով ամեն ադեն աղոթ գրեք հոգիով ու այս բանին վրա հոս կարևոր ուրիշ բառնագա հսկեցեք։ Այսինքն ուշադրություն դարձուցեք, հսկեցեք, լավ նայեցեք, որ այս բանը շիդագլա գադարյալ հարադեպությամբ լա։ Եվ ադիգա է որ Աստուծո զորությունը մեր կյանքերեն ներս պիտի բերե։ Զորությունը գուքա Աստուծմե, երբ մենք կհարադևենք աղոթքի մեջ։ Ուրեմն առաջին երբ կհարադևենք աղոթքի մեջ Աստուծո զորությունը մեր կյանքերեն ներս կթափանցե։ Անգե վերջը երկրորդ բանը ինչ կխորիկ պիտի լայ որ Աստուծո զորությունը մեր կյանքերեն ներս սկսի աշխատել։ Ամեն բան գարքի կմտնե, ամեն բան կշտկվի։ Եվ ինչպես այս գինը իր հարադևելով եւ ասեմ այս անարդար թադավորին գլուխը ցավցնելով իր դերը հասավ իր հաջողության հասավ այս անարդար թադավոր իրեն արդարությունով մենք ալ սիրեներ գիտնանք որ հարադև աղոթքով պիտի հասնենք այն բաներուն որ դերը մեր կյանքերեն ներս իր զորությունով պիտի ընե մեր լավության համար հոստեղը այս արագի մեջը երբեք չսեր որ Աստված կթշգամի մեզի He's reluctant to answer our prayers. Մեր աղոթները չի թշգամի Աստված բադասխանելու ինչպես այս անարդար թադավորը գներ։ Հոս երբ որ անարդար թադավորին օրինակը գբերե Հիսուս այս արագի մեջ, գուզե մեր երկնավոր հայրը փախտadel Մարթա Արարածին հետ, թե ինչ տարբերություններ կան։ Այս թադավորը չար մեկներ, մեկը չեր վախնար գսե։ Ինքսինքը Աստված ըրած էր, ինչպես այսօրվա շատ թադավորները։ Փախտadmամբ մեր երկնավոր հորը հետ, մեր երկնավոր հայրը սիրող Աստված մնե, գսիրե իր զավակները եւ գուզե հոգ տանիլ անոնց, ամեն անգամ որ իրեն ցայները կբարձրացնեն։ Այս թադավորը անարդար էր, բայց Աստված արդար է։ Այս թադավորը ոչ մեկ հետաքրքրություն ուներ այս այրի գնգան լավլալուն հետ, բայց գիտենք որ մեր երկնավոր հայրը անցնաբես հետաքրքրված է մեր կյանքերուն հետ եւ գուզե մեզի հասնել ամեն ադեն այս անարդար թադավորը գնգան ուզած ըրավ միան թե ցայնը գդրեսելով լրեցնեսելով բայց գիծած լանք որ Աստված մեր աղոթները կբադասխանե որբեսի շարունակենք իրեն աղոթել իրեն նորեն երթանք որ մեր վստահությունը իրեն վրա ավելնա գիտնալով որ երբ որ իրեն երթանք ինքը հոն է մեզի համար պատրաստ է մեր աղոթներուն պատասխանելու անարդար թադավորը այլևս վազանցավ իր համարութենեն որովհետև հոգնեցավ այս գնգան խոսքերեն գինը մինչև վերջ գլուխը գծացներ բայց Աստված մեզի կպատասխանե որովհետև ինքը բարի է իր բարությունը ուզե մեր վրա թափել եւ 7-րդ համարը գսե հաբա Աստված պիտի չպատասխանե իր ընտրյալներուն իրավունքը որոնք կգոչեն իրեն ծորեք ու գիշեր ինչ կպատասխանի ինչ պիտի լա խորիկ անշուշտ պիտի պատասխանե
Աստված անշուշտ պիտի պատասխանե մեր աղոթները։ Եվ վերջին բանը, որ գբադահի, երբ որ մենք կհարադևենք աղոթքի մեջ, անալ մեր վկայությունը զորանա։ Շատ անգամ չորեքշաբթի իրիկուններ մեր սերդողութեն են վերջ արիտ կուդամ վկայություններու և լորություն գլա և գնեղվիմ։ Ինչու։ Որովհետև անոր Աստուծո հետ այս հարադև աղոթքի կյանքի մեջն է, ամեն ադեն աղոթքի պատասխաններ պիտի ունենա, որում մասին պիտի գրնա վկայել և Աստուծո փառքը ցուցնել ուրիշներուն։ Իր կյանքի մեջ Աստուծո ըրած գործեր են։ Եվ այս է սիրելներ, Աստուծո զորությունը, երբ որ մեր կյանքերեն ներս կհրավիրենք, հարադև աղոթքով, Աստված կուքա և մեր կյանքերում մեջ փոփոխություններ կհառաջացնե, և երբ կտեսնենք Աստուծո գործերը, մեր փերանները լուրջ չեն գնար գնալ, կպատմեն Աստուծո փառքը օրհնությունները շուրջիներուն և պատմությունը կունենանք ըսելիք ուրիշներուն։ Այս է Աստուծո նպատակը, որ մենք իրեն փառք բերենք, մենք ստեղծված ենք իր փառքին համար, իրեն փառք բերելու և գրնանք իրեն փառք բերել, երբ որ Աստուծո զորությունը ներկայությունը մեր կյանքերեն ներս կաշխատի և մենք իր գործերը կտեսնենք, կփառավորենք մեր Հայրը, որ երկինքն է։ Եվ այս արագը կվերջանա 8-րդ համարով, բոլորովին դարբեր նյութովը, որ մի տեսենք ինչ գաբ ունի այս համարը այս արագին հետ, և գսեմ 8-րդ համարը, բայց երբ որդին մարդոք կա, արդյոք հավատ պիտի գտնե երկրի վրա։ Ինչ կապ ունի հարադև աղոթքը հավատքի հետ։ Եվ հիմա պիտի բացատրեմ եւ ասո վերջացնեմ։ Պիտի տեսնենք շատ կարևոր տեղ ունի հավատքը։ Ամեն բան, որ գնենք մեր կյանքերու մեջ որպես Քրիստոսի հետևորդներ, անոնցմե ամենաշատ գաբված բանը մեր հավատքն է։ Աստուծո հետ կապված։ Մեր հավատն է, որ մեր կյանքերու մեջ ամենադժվար բանն է անել եւ ամենակարևոր պետքն է, որում միջոցով մեր կյանքերը գնան Աստուծո հաճելի դառնալ։ Օրինակ դամ ամենադժվար բանը ինչու գսեմ, որովհետեւ երբ որ գաղոթենք, մենք գխոսենք Աստուծո հետ և հետո Աստուծո մտիկ կնենք, որուն չենք տեսներ, բայց կհավատանք, որ Աստված մեզի մտիկ կնե և կտեսնենք հավատքը, որքան զորավոր մաս կգազմե մեր կյանքին, որքան պետք է և այս է, որ մեզ հավատ կպահանջե։ Գխոսենք մեկումը, որ չենք տեսներ, կհավատանք, որ կպատասխանե և կտեսնենք, որ կպատասխանե իր կամքին համաձայն, իր փառքին համար և մեր լավության համար։ Եվ կշարունակենք այս կյանքի մեջը։ Ուրեմն ինչ կխորիկ պիտի պատահի, երբ որ հարադև աղոթքի մեջ մնանք, մեր հավատքը պիտի զորանա, ավելի պիտի զորանա, ավելի վստահությունից պիտի զորանա Աստուծո վրա։ Գուզես գիտնալ, թե ինչպես պիտի գիտնաս, որ հավատքի մեջ ես, երբ Հիսուս վերադառնա հավատ պիտի գտնե, շատ բարձ է։ Աղոթե, շարունակել աղոթել և պիտի տեսնես, որ հավատքդ ինչպես պիտի աճի և մեծնա։ Մենք վերջերս շատ գեղեցիկ օրինակ մտեսանք մեր եկեղեցի կյանքերից այս նույթին հետ կապված։ Մեր սիրելի Էլիզաբեթ քույրը դարիներ գաղոթեր իր ամուսինին համար։ Չեմ գիտեր երբ սկսած էր Հայաստանեն, ինչ որ կհասկնամ Հայաստանեն, ինքը որ Հիսուս կդավ իր սիրտը հանձնեց Հիսուսի, ամուսինը հագարակ էր իրեն։ Ինքը աղոթեց, շարունակեց աղոթել, ահավասիկ
գրնալալ որ 25-30 տարի է որ գաղութեր երբ որ իրեն ծանոթացանք մենք ալ միացանք իր հետը մեր աղոթքի խումբով իրեն այդ աղոթել որ դերը թփչի իր ամուսնին սրդին եւ ինչ որ գտեսնեինք ամբես գերեվեր թե այս մարդը փամը պիտի չի փոխվի փամը պիտի չնե եւ գիտեք շատ հիվանդ է ինքը եւ վերջին այցելությունս որ ըրի իրեն խոսեցա հոգեվոր բաներ տեսա որ երբեք մտի գնելու միտ չունի չեր ուզեր Քրիստոսի մասին լսել ինքը գիտեր իր քիծած Եվանգել բամը չեր ուզեր շարժիլ բայց գիտեք ինչ երկու գիրագիներ առաջ երբ որ ցույներ Էլիզաբեթ քույրը զումի վրա մեզի միացավ գիրագյորը որ չգրցան կոսկալ եւ վգայեց որ իր ամուսինը դերոջ անունը կանչեց Հիսուսի անունը կանչեց երբ հոգեվոր երկմը մտիկներ իր այդ ցավերու մեջ նեղություններու մեջ Հիսուսի անունը կանչեց եւ դերոջը հանձնվեցավ Աստված գիտեր ինչ կներ Էլիզաբեթ քրոջ ամուսնին սրդին մեջ մենք չենք հասկնար ինչ կբադայի գաղոթեինք գիտենք որ մեր Աստվածը կլսե աղոթներ կհավատայինք որ կպատասխանե աղոթներ Աստված գիտեր իր ժամանակը մենք չենք գիտեր Աստված երբեք անագնգալի արչև չեկավ երբ որ Էլիզաբեթ քրոջ ամուսինը իր սիրտը դերոջ հանձնեց բայց մենք անագնգալի եկանք որովհետև մեր աղոթածին չենք հավատար որ դերը այս անձը պիտի փրկե գտեսնեք տարբերությունը երբեք չենք խորեր որ այս անձը Քրիստոսի պիտի գա բայց եկավ Տերևս այսօր դուգալ ունիք սիրելներ որոնց համար գաղոթեք դարիներ ցեզի գսեմ Աստված կգործե հարադեպ շարունակենք աղոթել վիճակներ որոնց մեջ ենք անցնիկ եւ կգարձեք որ չի փոխվի պիտի չի փոխվի Աստված կարող է շարունակենք աղոթել Երդասարտը որ այս ուգաս 18-ի այս արագին պատկամը լսած էր գիրագյորը եւ մեծ նեղություն է մգացներ որոշեց որ լուրջ բիդարն է այս հարցը եւ ինքն ալ հարադեպ բիդաղոթ է Հիսուսի իր դժվարության մասին եւ սկսավ աղոթել ով Աստված ասավ Հաջիս օգնե այս շաբթվա ընթացքին որ այս դժվարութենես ազատիմ ամեն ասավ եւ սպասեց բամը չփոխվեցավ հաջորդ արդու այս անցնորեն աղոթեց նույն բարերով նույն տոնով նույն դժվարության մասին երբ որ չորեքշաբթի հասավ այս անձը խորելու սկսավ որ voicemail գծկե աստուծո որովհետև Աստված չի պատասխանել սա դեր գաղոթեմ գնային որ արդյոք անցյալ աղոթքս լսեցիր արիր անցյալ աղոթքս voicemail-ս չեմ ուզեր քեզի նեղացնել կամ բնտել բայց Ղուկաս 18-ին մեջ դու գսես որ ես պետք չէ վազանցնեմ հարադևեմ աղոթեմ ադոր համար նորեն աղոթեմ քեզի Եվ մինչև ուրբաթ ասավ այս երդասարտը գաղոթեր ամեն դեղ ուր որը լա մեքենայի մեջ քշածադենը լոկծածադենը գարմին լույս գեցածադենը եւ մարդիկ որ իրեն գնային գգարձային որ Bluetooth դրած է ականջին եւ գխոսի մեգումը հետ եւ գսե ով Աստված ես եմ նորեն եւ ցեվով մը գսպասեր լսել recording-ը որ պիտի սերեն Քու աղոթքդ կարևոր է մեզի, հաջիս հավատարիմ մնացիր. Your prayer is important to us, please remain faithful. Եվ վերջապես ուժասպար այս երդասարտը սավ դեր գիտեմ որ թուն անարդար թադավորին բես չես եւ բեչիգա քեզի հոգնեցնելու բայց ես դակավին գշարնագեմ աղոթել որովհետև դու ինձ սիր որ աղոթե եւ քու խոսքդ կսե որ հավատքը վաճ չանցնիր
չթունար։ Ես քեզ մե դակավին չեմ լսած, անոր համար կշարունակեմ աղոթել։ Մինչ այս բանը գաղոթեր, այս երդասարտը անդրադարձավ, որ փամը փոխված էր։ Իր բարական չէր փոխվածը։ Ինքն էր, որ փոխված էր։ Ինքը ավելի հանդարտ էր։ Ինքը ավելի ազնվությամբ գաղոթեր։ Ինքը իրար չեր անցներ այլևս այդ վիճակին մեջ։ Ավելի վստահությամբ է, որ գաղոթեր։ Եվ ադիգա իրեն արթունցուցավ։ Ուրեմն ասեր քաղնիկը, հարադև աղոթելու քաղնիկը, որ ես ալավելի Աստուծո վստահիմ եւ հանդարտիմ, որբեսի Աստված իմ կյանքիս մեջը կա եւ կործե։ Հարադև աղոթքը Աստուծո չի ցանցրացներ սրեներ, այլ մեզի գդողակրե։ It aligns us. Align parը գաբունի, ամենալավ պիտի հասկանաք, երբ որ օթոյի անիվներու մասին խոսիմ։ Օթոյի անիվները եթե align եղած չլան, օթոն ձուրմուր գերտա։ Օթոյին հետ պետք է հավասար կալեն 4 անիվներն ալ։ Եվ երբ որ մենք գաղոթենք, Աստված մեզի իր քիծին մեջ կբերե։ Մենք չենք գաղոթեր հարադև, որովհետև Աստված մեզի չլսեց։ Մենք գաղոթենք հարադև, որովհետև կհավատանք, որ ինքը մեզի կլսե։ Ուրեմն շարունակենք աղոթել, հարադևենք աղոթել։ Ոչ թե որ մենք Աստուծո պիտի հոգնեցնենք, բայց մեր հավատքը պիտի զորացնենք։ Մեր հավատքը այնքան զորավոր պիտի լա, որ պիտի կարենանք իրենը սպասել իր հարմար ժամանակին մեր կյանքի մեջ իր զորությունով կա եւ կործե։ Հարադև աղոթքը Աստուծո իր միտքը փոխել տալ չէ, սիրելներ։ Հարադև աղոթքը մեզի է որ կփոխե, մինչ մենք կշարունակենք աղոթել։ Այդ կնշանակե ալավելի վստահել Աստուծո, երբ որ Աստված մեր աղոթներում պատասխանները գուշացնե։ Եթե ոչ մեկ բան այս հարադև աղոթելեն պիտի մենք ունենանք, մեկ բան անպայման պիտի ունենանք, մեր հավատքը օրեօր ավելի պիտի զորանա։ Ուրեմն շարունակենք աղոթել։ Աստված կլսե մեզի եւ մեր հավատքը օրեօր ավելի կզորանա։ Դերը օրհնե բոլորիդ։